Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Մայիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։ Հանդիպան ժամանակ Իլհամ Ալիևը շնորհավորել է քրդական բանվորական կուսակցության ինքնալուծարման կապակցությամբ եւ ընդգծել, որ արդեն շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այս իրադարձության կապակցությամբ։ Իլհամ Ալիևը նշել է, որ Թուրքիայի հզորությունը, եղբայրական երկրի զինված ուժերի պրոֆեսիոնալ պայքարը ահաբեկիչների դեմ եւ թուրք ժողովրդի միասնությունը նույնպես գործոններ են, որոնք հանգեցրել են ահաբեկչական խմբավորման ինքնալուծարմանը։ Նախագահը նշել է, որ այս իրադարձությունը նշանակալից է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2021 թվականի հունվարի 25-ի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության, անկախության եւ սահմանադրական կարգի պաշտպանության, ինչպես նաեւ շեհիդների ընտանիքների հետ կապված հաշմանդամ ճանաչված անձանց սոցիալական եւ կենսապայմանների բարելավման մի շարք միջոցառումների մասին կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին հրամանագիրը։ Յուրաքանչյուր տարի պետական բյուջեի կազմման գործընթացում այդ նպատակների համար միջոցներ կտրամադրվեն պետական կապիտալ ներդրումների տեսքով։ Հետհակամարտական շրջանում բնակչության աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը տրամադրել է 6 ու 8 հազար բնակարան եւ անհատական տներ։ Անցյալ ժամանակահատվածներում ընդհանուր առմամբ 16 հազար, իսկ այս տարի նախատեսվում է տրամադրել եւս 1000 բնակարան։ Մայիսի 13-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլեի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպանը Զաքիր Հասանովը դրական է գնահատել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության ներկայվիճակը եւ զարգացումը Ադրբեջանը-թուրքական ռազմավարական գործընկերության շրջանակներում։ Գոհունակություն հայտնելով Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ Գյուլերը նշել է փոխադարձ այցելությունների եւ նմանատիպ հանդիպումների կարեւորությունը երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդման համար։ Ադրբեջանը կմիանա Եվրոպայի խորհրդի մարդկանց տրաֆիկինգի դեմ պայքարի մասին կոնվենցիային։ Այս մասին հայտարարել է Միլի Միջլիսի Մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Զահիդ Օրուջը, Մարդու իրավունքների, իրավական քաղաքականության եւ պետականաշինության կոմիտեների նիստում մարդկանց առևտրի դեմ պայքարի ազգային համակարգողի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ։ Նա նշել է, որ այս կապակցությամբ պատրաստված օրենքի նախագիծը ներկայումս գտնվում է հաստատման փուլում։ Եվրոպայի խորհրդի մարդկանց տրաֆիկինգի դեմ պայքարի մասին կոնվենցիան միջազգային կոնվենցիա է, որը ընդունվել է 2005 թվականի մայիսի 16-ին եւ ուժի մեջ է մտել 2008 թվականի փետրվարի 1-ին։ Ադրբեջանը կմասնակցի համաշխարհային փոստային միության 28-րդ համագումարին, որը կկայանա Դուբայում սեպտեմբերի 7-ից 19-ը։ Այս մասին Բաքվում անցկացվող Եվրոպայի եւ ԱՊՀ-ի փոստային ծառայությունների ղեկավարների առաջին ֆորումում հայտարարել է թվային զարգացման եւ տրանսպորտի փոխնախարար Սամիր Մամեդովը։ Նրա խոսքով համագումարում կքննարկվի Ադրբեջանի տեխնացությունը կազմակերպության վարչական խորհրդի, ինչպես նաեւ փոստային օպերացիաների խորհրդի համար։ Փոխնախարարը հավելել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս փոստային ոլորտում միջազգային համագործակցությանը։ Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Ֆայիկ Հասանովը երկրորդ անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաերկար շախմատային ծրագրի հաղորդավար։ Այս առիթով Ադրբեջանի հեռուստատեսությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ Գինեսի համաշխարհային ռեկորդների ներկայացուցիչ Շեյդա Սուբաշին ասել է, որ Ֆայիկ Հասանովի հեղինակած եւ վարող հեռուստատեսային շախմատի ակումբ հաղորդումը հեռարձակվում է 1969 թվականի մարտի 27-ից։ Հաղորդումը ճանաչվեց որպես երբևն հեռարձակված ամենաերկարատև սպորտային հաղորդումը։ Նշենք, որ անցյալ ամիս Ֆայիկ Հասանովը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես շախմատի ամենաերկար փորձ ունեցող մրցավար 60 տարի եւ 149 օր։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։
Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru Սպասում ենք ձեր նամակների։